Ուրեմն մենք սկսեցինք մեր աշխատարանը թեորիայից, թե ինչ է անում ձայնը եւ ինչպես է այն աշխատում։ Հիմնականում կենտրոնացել է միջավայրերի վրա, թե ինչ միջավայրում է գտնվում պատմությունը, ինչ պատմությունը ինչ միջավայրում է կատարվում, ինչ կերպարներ են, ինչ որ ձայնը, ինչպես է նկարագրում կերպարը եւ միջավայրը։ Ընկերները մեզ տվեց մուլտֆիլմ, խմբերին տվեց, մեր առաջադրանքները դա վերաձայնագրել, այսինքն դրա մեջ ոչ մի ձայներ չկար, անձայն վիդեո էր, մենք պետք է դրանից ձայնագրեինք, որ իր մեջ բոլոր, այսինքն դա իսկականի նմանեղն էր։ Սկզբում սովորեցինք, թե ինչ դեր ունի ձայնը մուլտֆիլմերի եւ ֆիլմերի մեջ, իսկ հետո սկսեցինք ձայնավորել մեր մուլտֆիլմը։ Ես հասկացա, որ ֆիլմը առանց ձայնի այդքան էլ հետաքրքիր չի լինի, ինչքան որ ձայնով։ Ընկեր Արմենը շատ լավ բացատրում է եւ ամեն մի դետալին շատ ուշադրություն է դարձնում եւ մեր հետ շատ ընկերական է։ Մենք սկսեցինք ձայներ փնտրել ինտերնետում եւ գտանք այդ ձայները։ Հետագայում երբ տեղադրեցինք, մուլտֆիլմը շատ լավ ստացվեց։ Իմ կարծիքով Smart կենտրոնը շատ կարևոր գործ է անում, այն որ այս երեխեքը ունեն շատ մեծ պոտենցիալ ստեղծագործական ու այն որ այս երեխեքը հետագայում անելու են մեծ գործեր այս երկրում, Smart կենտրոնը հենց իրանց համար դա բացահայտում է իրենց մեծ պոտենցիալը ու դա անում են այստեղ։